հանդիպում էր, այնտեղ բանավեճ առաջացավ ու բանավեճը գնաց էսթետիկայի մասին, ասենք ճարտարապետությունը էսթետիկա չի ամենից առաջ, իդեպ այս վեճը էլի առաջացել ճիշտ ասած իմ մոտ ճարտարապետների հետ, չգիտեմ ինչ որ հետաքրքիր է, ես անկեղծ ինձ համար շատ կարևոր է էսթետիկան, եւ արվեստում եւ ճարտարապետության մեջ չեմ վիճի, ճիշտ ասած, բայց երևի վիճեմ։ Խոսքով այդտեղից առաջացավ գաղափարը, որ ես իհարկե բանաստեղծություն եմ կարդալու, բայց հետո քննարկման առանցքը կփորձենք, եթե ստացվի, դարձնել հենց էսթետիկան, որտեղ ես կարծում եմ բանաստեղծում կա ուրիշ էսթետիկա, ասենք ոչ նորա թե ինչա, բայց ամեն դեպքում շատ տարածված չի, հա, ինչ որտեղ ոնց որ թե ուրիշ է։ Ես մի բան ասեմ, այստեղ ճիշտ ասած չգիտեմ, մի մասը եղել եք իմ ընթերցումից, այլ առաջինը չի, երևի 4-րդն է կամ մոտավորապես, մի քանի անգամ եղել է։ Ես ճիշտ ասած, գիտեք երևի գիրք ասել եմ հիմա նորից ասեմ, գիրք չեմ նվիրում, ինձ համար սկզբունքային է, որ մարդիկ նորից սկսեն գիրք առնել, չի ասի թե շատ հաջողվում է դա անել, բայց իմ կարծիքով դա էականն է, որ մարդիկ գիրքը գնեն։ Ինձ համար դա կարևոր գրողի անկախության կարևոր բաղադրամասից է։ Ու ճիշտ ասած ես ընդհանրապես ընթերցումների ժամանակ գիրքս վաճառում եմ։ Մանավանդ որ մի քանի օր առաջ ինձ սյուրպրիզ արեցին գրախանութներից մեկում բյուրոկրատում, ինձ ասացին, որ ինչ-որ նոր օրենք է դուրս եկել, որով մի հատ էլ տոկոսը ավելացել ֆիզիկական անձանց, եթե դնում են, խոսքում ինձ ասին, որ ֆիզիկական անձից գրախանութ վերցնելը իմաստ չունի, կարող է հետ տան գրքերս։ Մի խոսքով ես նախաբանը ուզում ասեմ, որ ես հիմա երևի ինքս վաճառեմ իմ գրքերը, եւ եթե ուզենալ ունենալ իմ գիրքը իմ մոտ կա, կարող եք ինձանից գնել, եթե ուզենալ իհարկե։ Ինքը 2000 դրամ է, կլոր չի։ Կարող եք մենք գնել եւ դրել Crossing շարժման մեջ։ Իհարկե կարող եք։ Վինիկով ավելի։ Բայց Book-Crossing-ի մեջ չկա։ Կա։ Հա, դուք այդտեղ եք վերցրել։ Բայց չկա, վերցրել եք։ Ուրեմն ես կկարդամ, ես ճիշտ ասած ուզեցի մի քիչ ընտրել, բայց չկարողացա, ձեռքից չգնաց։ Ագինոնն է, շատ չի, բայց եթե ընթացքում զգամ շատ է երկար, մերի կհանեմ, բայց մի քանի հատ չեմ կարդալու, ագինոնը կարդալու եմ իստում, արժի կարդալ։ Այս արդեն դերկու ճուրիկը մեծացել է։ Դուրում եք։ Լավ, երևի սկսեմ, շատ կխնդրեի լրիվ լռություն լինի, որտեղ թե չեմ կարողանում։ Երկար դադարից հետո ես նորից նստեցի բանաստեղծություն գրելու։ Եվ տխուրն է, որ այս դադարը երևի շարունակվեր երկար, եթե իմ կյանքում աղերս չպատահեր։ Որովհետև թվում էր անհետացել է տեղը, որ իմաստ էր տալիս բանաստեղծություն գրելու։ Տեղը, տարածքը, տարածությունը, որ կար, հաստատ կար, ու հիմա ոնց որ թե չկա։ Բայց չկա թե տեղաշարժվել է ուրիշ տեղ։ Էս է հարցը, որի պատասխանը ես շուտով կստանամ, քանի որ երկար, շատ երկար դադարից հետո նորից նստել եմ բանաստեղծություն գրելու։ Ապրելու տարածություն։ Տաքսիստներին մեր տանտեղը բացատրելու համար ասում էի կահույքի ֆաբրիկայի դիմացի փոսի միջի շենքերը։ Մեծ մասը հասկանում էր, մի մասը չէ։ Որովհետև ֆաբրիկան չի աշխատում վաղուց։ Շենքը անհասկանալի հանգամանքներում վառեցին ու ավերակը տարիներով մնաց, մինչև որ երեկ դուրս եկա տնից, տեսա բուլդոզերը հայտնվել է որքանդի իմ ամենօրյա պեյզաժի մի մասը։ Ու հիմա չգիտեմ, ուրախ եմ թե տխուր։
որովհետև շենքը մռայլ էր ու այլանդակ, բայց կյանքից մի մասն էր փաստորեն, որ հեռանում է ընդմիշտ։ Ու հիմա այս բառերով, որ գրում եմ, ես փորձում եմ քանդվողի համար սարքել ապրելու տարածություն, քանդումի մեջ բուլդոզերի կողքին։ Խնդրանք։ Ամեն կողմ ջուր էր, խաղաղ, կապույտ։ Երևի նավի մեջ էի, չգիտեմ, ոչ միտեղ չէի գնում, ոչ միտեղից չէի գալիս, ուղղակի ջուր էր չորս կողմը, արև էր ու թեթև քամի։ Հանկարծ բարձր ձայն լսվեց, անծանոթ լեզվով։ Բառերը չէի հասկանում, բայց խնդրանք կար ձայնի մեջ։ Ու ոնց որ անունս էր տալիս։ Հետո մի անգամից լռեց, ամեն կողմ ջուր էր, խաղաղ, կապույտ, մարդ չկար, արև էր ու թեթև քամի։ Լիոն 2007 Այս գիրքը առել եմ 2007 թվի մարտի 12-ի կիրակի օրը, Ռոնի գետեզերքից։ Գրքում գրած է, որ մի օր անձրևները կգան ու էլ չեն կտրվի։ Ու գրած է նաև, որ այն օրը, երբ որ անձրևները կսկսեն գալ, որ էլ երբեք չկտրվեն, ես կանգնած կլինեմ Ռոնի գետեզերքին, այս գիրքը ձեռքիս, ու կիրակի կլինի։ Բայց այդ օրը Լիոնում անձրևներ չկային։ Կամ սխալ է գրած, կամ էլ ես չեմ հասկանում, ինչ է նշանակում անձրևները կգան ու էլ չեն կտրվի։ Կամ էլ անձրևները արդեն գալիս են։ Այնտեղ ու չկամ ես, ինչ որտեղ հեռվում։ Դաշտային ծաղիկներ։ Օգոստոս Երևան մեռյալ սեզոն։ Բայց ամառը սրա հետ կապ չունի։ Մեռյալ սեզոնը սկսվել է վաղուց։ Ու նման է դաշտային մանր ծաղիկներին, որ ընկնում են ոտքի տակ, բայց դու չգիտես ինչ է դրանց անունը։ Ու որ հարցնում ես, ոչ ոք չգիտի։ Չգիտեմ ինչու հիշեցի դաշտային ծաղիկները, այս անկապ սրճարանում նստած։ Երևի որովհետև շոկ է ու հոգնած եմ շատ։ Կամ էլ որովհետև դաշտային ծաղիկները միակ հիշողությունն են Աստծու մասին, որ չկա վաղուց, բայց թողել է իրանից հիշատակ։ Տխմար սիրուն։ Ավազների մեջ, որ թաց էին լացելու չափ, մեկը կանգնել ու օվկիանոսի աղմուկի մեջ ձեռքերը թափահարելով ցույց էր տալիս դեպի վեր, դեպի հեռվում հազիվ երևացող առանձնատունը։ Ու ես հասկացա ինքն ինչ էր ասում։ Ասում էր, էս է տունը, որ փնտրում էիր, շատ վաղուց փնտրում էիր, թե արդեն մոռացել ես։ Չեմ մոռացել, ասեցի, բայց ինչու այսքան սրտակեղեկ, ինչու օվկիանոս, ինչու այսքան տխմար սիրուն, ոնց որ կյանքը երկրորդ անգամ սկսվի, որպես լատինամերիկյան սերիալ։ Նստեցի ու լաց եղա։ Անտառ, շատ մեծ, շատ թավուտ անտառ։ Այդ տեսակ անտառ Հայաստանում կարծեմ չկա։ Ձայն էր լսվում, ոչ մարդու ձայն էր, ոչ էլ մարդու հնարած ձայն։ Երբ որ քայլում էի գետնին ընկած տերևների վրայով, ընդհատվում էր։ Երբ որ անշարժանում էի, ձայնը նորից կար։ Հանկարծ զգացի, որ հասկանում եմ։ Նստեցի տերևների վրա ու լաց եղա, որովհետև ձայնը իմ մասին էր, չնայած ոչ մարդու ձայն էր, ոչ էլ մարդու հնարած ձայն։ Փոքրիկ նապաստակ։ Կարմիր կազմով հաստ գիրք էր, ընկած էր փողոցում, բացեցի, տեսա էջերը դատարկ են, բերեցի տուն, դրեցի գրապահարանիս ամենավերևի դարակի աջ անկյունում, երբ որ տխուր եմ լինում, փչացնում եմ կարմիր կազմով գիրքը, թերթում եմ ու տրամադրությունս բարձրանում է, ոչինչ բառ չկա գրքի վրա, որ հասկանաս ով է սարքողը, երբ է սարքել, ինչու, մենակ կարմիր կազմի վրա կապույտ թանակով, մեկը փոքրիկ նապաստակ է նկարել, ապա քաղաքական կոսմոպոլիտ կենդանի, անհիշելի ժամանակներից, բոլոր 6 մայրցամաքներում բնակվող։ Փափազյան 11 Տարվա 8-րդ ամսվա վերջին կիրակի օրը ամպերը կուտակված կլինեն Արարատ Սարի գլխին, ու անձրևը կգա մի անգամից։ Առավոտյան այն ժամին, երբ որ մութ չի արդեն, բայց լույս էլ չի, թաղամասում, որ կոչել են Արաբկիր, կհայտնվի մեկը, որ ժամացույցի տեղ թևին կապած կունենա կարմիր երես։ Դուրս կգա Փափազյան 11 շենքից ու իրան բոլորը միանգամից կճանաչեն։ Որովհետև Վիկիլիքսն ասում է Քրիստոսից հետո